Ուսումնասիրելով 2022-2023 թվականների բանակի զորակոչը, տեսել եմ, որ զորակոչվում է բանակ, զորակոչի ենթականների 31.4%-ը միայն, այսինքն շուրջ 69%-ը չի զորակոչվում բանակ։ Եվ մասերի բաժանած վեր եմ հանել հարցումներով, թե ինչպես է ստացվում, որ 69 կամ շուրջ 70%-ը կլորացած չեն գնում ծառայության։ Եվ այսպես, նրանց 82% առողջական խնդիրներով պայմանավորված չեն ծառայում, 9.5%-ը ուսման մեկնելու հիմքով չեն ծառայում, 4.8%-ը չներկայացածներն են, այսինքն ովքեր փախնում են հիմնականում երկրից, 2%-ը կառավարության որոշումով կամ ընտանեկան պայմաններից ելնելով։ Բայց ինչ ասում եք, հիմնավորում է պարոն Մանուկյանի ասածը, որ թվականակի խնդիրը ընդհատեք, այո, այս հայտարարություններով եւ այս վիճակագրության ներկայացմամբ ես մեր հանրությանը եւ ազգային ժողովին եւ նաեւ կառավարությանը ցույց եմ տվել փաստերը, որ մենք ունենք զորակոչի հետ կապված խնդիր եւ առաջարկել եմ լուծման տարբերակ քայլեր, որոնց արդյունքում զորակոչի թիվը հնարավոր կլիներ մինչև 50%-ով ավելացնել։ Եվ այսպես, առաջինը, որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումով զինվորական ծառայության, քանի որ ամենամեծ կտորը 82% ազատվածների դա առողջական խնդիրներով պայմանավորվածներն են։ Երկրորդը, զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37, որովհետեւ վաղեմության ժամկետը լեռնա ավելի ուշ տարիքում, քանի որ 2500-ից ավել կարճված քրեական գործեր կան միայն վաղեմության հիմքով։ Երրորդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար սահմանել 15 միլիոն դրամ, այսինքն որպեսզի հեշտ չլինի քաղաքացիությունից հրաժարվել, ինչպես հիմա է։ Չորրորդ, փորձաքննությունից հրաժարվելը քրեականացնել, այսինքն ունենք բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր մեկ անգամ փորձաքննությունով ազատվում են զինվորական ծառայությունից, երբ պատկան մարմինները տեղեկություն են ստանում, որ որևէ կոռուպցիոն սխեմա կա, փորձում են եւս մեկ անգամ կանչել փորձաքննության, քաղաքացիները մեծամասամբ հրաժարվում են եւ չկա գործիք նրանց տանելու եւս մեկ անգամ փորձաքննության։ Այսինքն այս 4 քայլերը այն քայլերն են, որոնց անելու դեպքում հնարավոր կլիներ մեծացնել զորակոչի թիվը։ Եվ որպեսզի միայն խստացնող քայլեր չանենք եւ փագելով սողանցները չբացենք ճանապարհ Հայաստանից արտագաղթելու, պետք է նաեւ առաջարկում էի կատարենք խրախուսող քայլեր։ Այսինքն առաջին 24 ամիս պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել 18 ամիս, որը հիմա քննարկում ենք եւ կընդունենք։ Երկրորդ, ժամկետային զինվորական ծառայության անցնող զինծառայողներին վճարել 100,000 դրամ աշխատավարձ զորացրվելիս, մոտ 1.5 միլիոն դրամ, քանի որ առաջարկում էի, որպեսզի ուսումնական զորամասում ծառայելու ընթացքում չվճարվեն եւ վճարվեն դրանից հետո։ Եվ երրորդ, կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաեւ 18 տարեկաններին, որի հնարավորությունը տվել են 27 տարին դառնացածներին։ Այսպիսով, մեր զինծառայողները կունենային ընտրության 3 հնարավորություն. Ա. Ծառայել 18 ամիս եւ վերջում զորացրվելուց ստանալ 1.5 միլիոն դրամ, Բ. Ծառայել 6 ամիս եւ վճարել 8 միլիոն դրամ, այսինքն իրենք վճարեն, եւ ծառայել 1 ամիս եւ վճարեն 14 միլիոն դրամ։ Այսինքն այս առաջարկով պայմանավորված մենք կբերենք բարձրացնենք զորակոչվողների թիվը, այս կետերից այլենք միայն առաջինը սահմանափակումով հիմա տանում ենք զինվորական ծառայության եւ սրա արդյունքում ունեցել ենք զինվորական ծառայության մեկնողների թվի աճ։ 2024 թվականին 23-ի եւ 22-ի նկատմամբ ունեցել ենք 4.2%-ով ավել զորակոչ, բայց քանի որ խրախուսող քայլերը դեռևս չեն կարել, կրկնապատկվել է փախնողների թիվը։ Եթե նախ 2022 թվականին զորակոչի չէր ներկայանում 4.8%-ը, 2024 թվականին խստացումների պայմանով 8% է դարձել չներկայացնողների թիվը։